Բարև ձեզ Տիկին Այվազյան, շնորհակալ ենք, որ եկել եք տաղավար, մի քանի թեմաների անդրադառնալու եւ իհարկե մեր այսօրվա եթերը կամփոփենք Արցախահայերը սոցիալական լրջագույն խնդիրների առաջ են կանգնած, բայց եթե դեմ չեք մի քանի հարց եւ դրա հետ կապված ձեր տեսակետը լսենք։ Հայաստանում է Ուրսուլա ֆոն դեր Լայնը, ով Երևան է ժամանել Բաքվից, այնտեղ այսպես գովաբանել է Ալիևին, նրա ըստ երևի թե ցեղասպան քաղաքականությունը, թե ինչն է գովաբանել, մի երկրում էր, որտեղ շարունակում են խոշտանգվել մեր հայրենակիցները, մեր ռազմագերիները, եւ Երևանում եկել էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանին շնորհավորի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, ժողովրդավարությունը Հայաստանում հաղթել է, այսպիսի հայտարարություններ է անում Ուրսուլա ֆոն դեր Լայնը, եւ հենց նույն օրը այսօր ձերբակալվում է գնդապետ Մալոյանը, իմիջիայլոց տեղեկությունների գնդապետը ժամանակին պահել է այն դիրքը, որի համար իրենց կյանքը չեն խնայել մեր հերոսներ Արմենակ Ուրֆայանը, Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը եւ Սա հերթական հետապնդումն է ըստ էության, խնդրեմ նաև այս մասով ձեր տեսակետը եւ ինչ ժողովրդավարության մասին կարող է խոսքը լինել եւ մենք տեսանք թե ինչ տոտալ բռնաճնշումներով էին իրենք իրացնում ընտրությունները, ընտրության օրը միայն 700-ից ավել մեր հայրենակիցների ձերբակալել են, խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը։ Մարիամ ջան, ասացիդ մեջ զարմանալի ոչինչ չեմ գտնում։ Մենք 30 քանի տարի է մենք անցնում ենք այդ ամեն ինչի միջով, դրսի աշխարհի արհամարանքի միջով, Ուրսուլան երևի ծաղրել է ասելով, որ ժողովրդավարական երկիր է Հայաստանը եւ Նիկոլ Փաշինյանը հաղթել է ընտրություններում։ Դա ավելի շուտ ծաղր է եղել եվրոպական։ Բայց դրանից եւս չեմ զարմանում, նրա այցին հետևել է ձերբակալություն, դա եւս բնական է, մենք անընդհատ ականատես ենք եղել Արցախում այդպիսի երևույթների, երբ դրսից գալիս էին Արցախ, հաջորդ օրը անպայման մի բան պատահում էր։ 91 թվականին, երբ Ստեփանակերտ ժամանեցին Ելցինը, Նազարբաևը, Մութալիբովը, նրանք նստեցին ինքնաթիռը դեռ օդի մեջ էր, Շուշին սկսեց ռմբակոծել Ստեփանակերտը։ Դա առաջի պատերազմի նախանշաններ, որ շարունակվեց։ Այնպես որ Ուրսուլան էլ երևի իր մատը շարժել է այստեղ։ Ես խոսքս կուզեի ուղղել ավելի շուտ ՔՊ-ին, ՔՊ-ի առաջնորդներից մեկի Կոնջորյանի հայտարարությանը դաշնակների մասին, նրա մեղադրանքները դաշնակների հասցեին մեկ դար առաջ, թե ինչ են արել այդ կուսակցության ղեկավարները։ Կոնջորյան, 8 տարի է դուք եք, մենք չենք կարողանում ապացուցել, թե դուք ինչ հսկայական հանցագործություններ եք գործել։ Դուք մեկ դար առաջ եք գնում եւ այսօրվա դաշնակներին մեղադրում եք իրենց պապերի, նախապապերի, չգիտեմ ում ճակերտավոր գործած մեղքերի համար։ Նախ դուք պատասխան տվեք ձեր արածի համար, Կոնջորյան։ Հետո նոր մտեք մեր պատմության խորքերը, որը դուք իզորու չեք, որովհետև դուք ժխտում եք հայ ժողովրդի պատմությունը, որովհետև ձեզ համար այս մի փոքրիկ կտոր Հայաստանն է միայն Հայաստան, իսկ հայի համար դեռ կա այն միրաժը, որ պետք է իրականություն դառնա։ Մենք պետք է հետ վերցնենք այն հատվածները, որտեղ մեր պապերն ու ապուպապերն են թաղված։ Մենք պետք է վերցնենք այն դրախտը, որ դուք տվեցիք Ալիևին։
Մեզ համար դա նպատակ է, ձեզ համար արհամարանք ու արգելանք և նաև վախ։ Ինչ վերաբերվում է ընտրություններին, դա ամբողջ աշխարհի առաջ էր և դեռ սահմանադրական դատարանում գնում են աշխատանքները, որը իհարկե ՔՊ-ական սահմանադրական դատարան է, բայց այնուամենայնիվ այդ դատարանի որոշումներից է կախված իշխանափոխության, հեղափոխության սկիզբը։ Եթե Նիկոլ Փաշինյանը և դուք չեք ուզում Հայաստանում լինի հեղափոխություն և ցնցումներ, ուրեմն մի քիչ ազնիվ գտնվեք, մի քիչ ազնիվ և տղամարդավարի թողեք հեռացեք։ Բայց փոխարեն մի բան էլի հասնեմ Տիկին Այվազյան։ Հիշում եք, որ գիշերը 2-ին մի անգամից իրեն միանձնյա հաղթանակը Այո, իհարկե հիշում եմ։ Դե որ այդքան վստահ է, դե որ որ ասում է Սոկան Ղափան Վարդանյանը ասաց, ժողովրդավարություն թազա մաման եկել է իրենց տերականում իրենս ֆոնդերլայնի։ Բայց ինչի ավելի ագրեսիվ սկսել հարձակվել ընդդիմության վրա, հələ մի հատ է ժողովրդին ասում դեմեք դուրս եկեք հեղափոխություն արեք։ Ասում եմ, ում ձայնը կեղծել են, թող դուրս գա հրապարակ։ Այսինքն եւ այն 70% այն մարդկանց 100-ին չի ասում, 70%-ը կաշառակերներ են, որ իրեն չեն ընտրել։ Մարիամ ջան, Նիկոլ Փաշինյանը անհավասարակշիռ մարդ է։ Բոլորովին թող ժողովուրդս չզարմանա, եթե վաղը նա կանգնի ասի շնորհավորեցեք ինձ, ես նաև Ամերիկայի պրեզիդենտն եմ, նաև լատինաամերիկյան երկրների պրեզիդենտն եմ։ Ընտրությունները չվերջացրած, դու ինչքան ես արհամարում քո ժողովրդին, ինչքան ես արհամարում նրանց ձայները, դեռ չհաշված ձայները, դու շնորհավորում ես քեզ ու քո խունտային, Նիկոլ Փաշինյան։ Ինչ ասեմ, սա այս մարդը իր ամբողջ արփանյակներով մի կրակ է, որ եկած Հայաստանը վառում է, և ժողովուրդը այդ կրակի բոցից էլ չի արթնանում, ժողովրդի ոտքին է հասնում արդեն կրակը, էլի չի արթնանում, զարմանալին դա է, էլ ինչ անի, Նիկոլ Փաշինյանը էլ ինչ անի, որ դուք ձեր դռան սեփական զանգը երբ տալիս եք, դուռը բացում եք, որ մի պահ մտածեք, կարող է դուռը բացեմ և դիմացս թուրք լինի կայնած մեր շեմին։ Մի վարկյան մտածեք հայ ժողովուրդ այդ մասին։ Ձեզ ասում է արցախցին, որը մշտապես տեսել է և ապրել է այդ զգացումը, մշտապես, ում հետ եք ուզում ապրեք։ Քանի ամիս է Նիկոլ Փաշինյանը ընտրաշաբների ժամանակ էր մեղադրում ընդդիմությանը, թե ինչ 300,000 է, ինչ եք տա գցել ժողովրդի մեջ, ոչ մի ադրբեջանցի այստեղ չի գալու և այլն և այլն։ Դե եթե չի գալու, պատասխանիր, այ վարչագետ, պատասխանիր գրավոր, պաշտոնական Ադրբեջանին, պատասխանիր Օրդուբադի կոնֆերանսի գիտաժողովի համար։ Եվ ինչու միայն դրա ՄԱԿ-ում արդեն 2 անգամ Ալիևը հատորանոց, այսպես ասենք, նամակներ ու հայտեր է ուղարկել 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերաբնակեցման թեմայով։ Դրա Ալիևը մեղավոր չի, ես նրան չեմ մեղադրում, նա ընդամենը մեր թշնամին է, Նիկոլ Փաշինյանը և թշնամին է և դավաճանն է, Ալիևը կարողանում է վստահ խոսել այդ մասին, որովհետև դեմը դնող, հակակշիռ դնող չունի ինքը, Հայաստանից իր պահանջի դեմ հակակշիռ չի դրվում, հասկանում եք, մի նժարով է խոսում, դուք հիշում եք առաջվա նժարները 2 թաթանի,
Այ եթե մի կողմի մեջ մեր փաստարկները լինի մյուս կողմի մեջ Ադրբեջանին, այն ժամանակ գուցե աշխարհը տեսնի, թե ով է։ Ով է հանցագործ, ով է ագրեսոր, ով է տուժվող, ով է զոհ։ Այս մարդը այնքան է վախենում, թե հանկարծ կնեղացնի Ալիևին, Էրդողանին։ Տերն ու ծառան է դարձել, Տերն ու ծառան, բարկանում ես աղա, Ալիևը կբարկանա, թող սառը ջուր խմի Փաշինյան, Էրդողանը կբարկանա, թող իրենց նավթահորերից մի բաժակ խմեն եւ հանգստանան։ Հերիքում մեկ եղավ։ Արցախը տվել ես, արցախցիներին թափառական սարքել, գցել այս փողոցները, այս մթնոլորտում, ես 3 առաջի օրը հիվանդանոցում էի Գրիգոր Լուսավորիչ եւ կարծես թե այդ հիվանդանոցը ստեղծված էր մենակ արցախահայերի համար, ամբողջ միջանցքները նրանք էին։ Դու ցեղասպանություն ես գործել արցախցիների հանդեպ, վարչապետ, եւ դրա համար պետք է պատասխան տաս։ Այն, որ զրկել ես նրանց իրենց երկրից, իրենց տունուտեղից, իրենց ունեցվածքից, իրենց հերոսների շիրիմներից, գումարած դրան, այսօր էլ Հայաստանում դարձրել ես հաշմանդամ։ Եվ հանկարծամահ եղողների քանակին թիվ ու հաշիվ չկա։ Ով պետք է պատասխան տա, ՔՊ, որ մեծ խոսում եք, ով պետք է պատասխան տա ձեր արածի համար։ Ալիևը արևմտյան Ադրբեջան է ասում։ Դուք ասելու այնքան բան ունեք, դուք էլ ասեք արևմտյան Հայաստան, դուք էլ ասեք Շահումյան, դուք էլ ասեք Բաքվի հայեր, ասելիք չունեք դուք, ասեք Արցախ, բերանները ջուր եք առել, լլկվել։ Ստալինի սիրուհին Վերա Դավիդովան մի գիրք ունի գրած, 25 տարի եղել է այդ Բռնապետի սիրուհին, այդ օպերայի երգչուհին, եւ պատմում է Ստալինի վախերի մասին։ Ասում է Զուքարանի դռան երկու կողմում ավտոմատով զինվորներ էին կանգնած։ Այնքան վախենում էր Ստալինը, այնքան կասկածում էր իր շրջապատի վրա։ Քո թափորը, որ գնում է քո հետևից, քո վախի ապացույցն է, Փաշինյան։ Ուրիշ ոչ մի բանի, քո վախի ապացույցն է։ Բայց մինչև երբ ես վախենալու։ Վախի բուժումը գիտեք, դա ինչն է, ժողովուրդը գիտի մեր տատիկներն ինչ էին անում, որ երեխաները վախում էին։ Օգտագործի այդ դեղը, գուցե տղամարդ դառնաս եւ գուցե մի անգամ մենք զգանք, որ մեր ղեկավարը հոգում է մեր մասին, որ պաշտպանում է մեր դատը, ոչ թե միջազգային դատարաններից բոլոր մեր հայ ցադիմումները հետ է պահանջել։ Դարեր շարունակ այս ժողովուրդը ունեցել է դավաճաններ մի քանի հատ, բայց ոչ երբեք Նիկոլ Փաշինյան չի եղել։ Նման բան չի եղել։ Եռաբլուրը ցեզ ապացույց, իմ կորցրած տունուտեղը, նրա կորցրած տունուտեղը ապացույց քո արածի։ Այդպիսի հանցանքները, պարոն վարչապետ, երբեք անպատասխան չեն մնում, ինչքան էլ ուզում ես ձերբակալի, բանդերը լից, 37 թիվը ղալաթ արել այսօրվա Հայաստանի մոտ, 37 թիվը, դու հասկանում ես,
ժողովրդավարություն, Ուրսուլան գտնում է, որ ժողովրդավարական Հայաստան է սա, երբ մի նախադասություն ասելու համար մարդը հայտնվում է բանտում։ Սա է ժողովրդավարությունը ըստ Ուրսուլայի։ Շատ շնորհակալ ենք այդպիսի ժողովրդավարությունից։ Մեր ասած նախադասությունը, որի պատճառով հայտնվում ենք բանտում, եթե մեր վարչապետը ասի, բանտերը դատարկ կլինեն։ Պատճառը նորից դու ես, Նիկոլ Փաշինյան։ Եթե դու արտահայտես այն, ինչ որ մենք տառապելով ասում ենք, քո բանտերն էլ դատարկ կլինեն, քո քեզ ուղեկցող թափորն էլ ընդամենը մի մեքենա կլինի, ինչպես Վազգեն Սարգսյաններ ղեկին նստում մենակ գալիս զորամասեր։ Բայց դու գիտես ինչքան հանցանքներ ես գործել, ինչքան անմեղ արյան տակ ես մտել, դրա համար քեզ շրջապատել ես մի ամբողջ բանակ ոստիկաններով, սահմաններիդ վրա զինվոր չկա ծառայող դու ոստիկաններ ես ավելացնում և մի աշխարհ փող ես տալիս։ Եվ դրա կողքին էլ հարցնում ես 10,000 դրամը թոշակառուն ինչի վրա պիտի ծախսի։ Ասեմ դյուրահավատ ես, քո կողքին գտնվողները ինչ ասում են, հավատում ես, քո պլստացող աչքերը խլվլացող, չեն ասում, որ դու միամիտ ես, դու աշխարհի խորամանկն ես, դու շատ լավ գիտես, որ այդ առողջապահության փաթեթը, որով խաբեցիր թոշակառուներին, այդ 10,000-ները, որով խաբեցիր թոշակառուներին, դա ամենամեծ ընտրակաշառքն էր, որի մեջ մեղադրում ես ընդդիմադիրներին։ Մի հատ, մի անգամ մեր թագավորներից սովորի, մի դիմակ դիր, տեսքդ փոխի և գնա հիվանդանոցները, գնա լաբորատորիաները, տես ինչ է կատարվում քո առողջապահության փաթեթի հետ, ովքեր պետ պատվերով են ամսով, ամիսներով հերթ պիտի կանգնեն, որ մի հատ հետազոտություն կամ կատեի կամ յամերի կամ չգիտեմ ինչի անցնեն այդ հետազոտությունը, ովքեր վճարում են անմիջապես։ Դա է քո ձրի փաթեթը, որ մեկն ասեմ, խոսքս ուղղում եմ մեր Արցախի իշխանություն չունեցող իշխանությանը։ Հարազատներս, Հայաստանի իշխանությունը երբեք Արցախի դատը չի պաշտպանելու, երբեք արցախցիներին պաշտպան չի կանգնելու, դա ձեր գործն է, դա դուք պետք է անեք։ Այս իշխանությունները ձեզ ընդունեն, թե չընդունեն, միջազգային ընդունելու է։ Պատրաստեք փաստաթղթերի փաթեթ, այն, որ Ալիևը բերանը բացում է և փոխհատուցման մասին է խոսում, որ օգտագործել ենք նրա այսպես ասած հողերն ու տարածքները 30 քանի տարի։ Դեմը դրեք մեր փոխհատուցման պահանջները։ Ինչեր ենք թողել եկել, ինչեր են թողել շահումյանցիները, ինչեր են թողել Բաքվի հայերը, Շուշվա հայերը, Հադրութին։ Պատրաստեք այդ փաստաթղթերի փաթեթը, այս իշխանությունները այսօր վաղն են։ Սրանք երկար մնացող չեն, դուք պատրաստ եղեք դատի տալու Ադրբեջանին և ձեր ժողովրդին բավարարելու գոնե մանր գումարով կամ ուշադրությամբ։ Ջուր եք առել, բերաններդ նստեց սիրելիներս։ Ժողովուրդը չգիտի ով է իր պաշտպանը, իր տերը ով է։ Հետո ինչ, Հայաստանի իշխանությունները ձեր իշխանությունը չեն ճանաչում,
բայց մեզ համար դուք մեր իշխանությունն եք, հասկանում եք։ Աշխատեք այդ ուղղությամբ։ Ոչ մի հակակշիռ չունենք Ալիևի պահանջների դեմը դնելու։ Գուցե եւ ունենք շատ բաներ Նիկոլը չի դնում, ուրեմն դուք դրեք այդ, դուք դրեք։ Ինչ է ձեր արած գործերը, դուք էլ եք վախենում Նիկոլի նման։ Մի հատ մրցույթ հայտարարեք, հայտարարում ենք մրցույթ չվախեցողների։ Ովքեր չեն վախենում, թող գան այդ եւ ձեր աթոռները զբաղեցնեն եւ այս ոչ փուչ իշխանության աթոռները։ Եվ եթե ավելի մանրամասն խոսենք արցախահայերի սոցիալական խնդիրներն են։ Ասեմ Մարիամ ջան, ես էլի մեր իշխանություններից եմ պահանջում, որ ինքն էլ պահանջի այլ իշխանություններից, չգիտեմ, սրանց իշխանություն ասեմ ԿՊԻ-ին, սրանց ավազակախումբ ասեմ, սրանց խունտա ասեմ, սրանց արկածախնդիրներ ասեմ, ամեն դեպքում սիրելի արցախահայեր, բոլորդ գիտեք, որ սրանց սերտիֆիկատները չեն գործում, 90%-ով չեն գործում, ոչ մի շինարարական ֆիրմա չի ուզում սերտիֆիկատներով տուն վաճառել։ Այս իշխանությունները պետք է մշակեն մի միջոց, որ սերտիֆիկատը ով ուզում է տանի կանխիկացնի։ Էս ինչը ծաղր է, ծաղրուծանակի են ենթարկում մեզ, մի թղթիկտոր են տալիս 3 միլիոնանոց, թե գնացեք տուն առեք։ Իրենք 3 միլիոն մենակ մի ամսում աշխատավարձ են ստանում, 11 միլիոն, 16 միլիոն պարգևավճար են ստանում։ Դուք ինչքան եք ատում արցախահայերիս, ԿՊ, ինչքան եք ատում մեզ, և վզի պարան սարքեցիք թոք, արցախցիների պատճառով Հայաստանը այսօրն է ընկել, և մեզ մաղթեցիք շատ գեղեցիկ մի անեծք ճակերտավոր գեղեցիկ, դուք ինչու եք կենթանի մնացել։ Ատելության այսպիսի չափ թուրք անգամ չունի հայի հանդեպ, Նիկոլ Փաշինյան։ Քո այդ նախադասությունը միջազգային դատարաններում է քննվելու և պատասխան պիտի տաս այդ նախադասության համար։ Ինչու ենք կենթանի մնացել, չէիր ուզում կենթանի մնայինք, դրա համար է իր դատարկ կամազները որպես օգնություն բերել այնտեղ կանգնեցրեց ցուցադրական, թե տեսեք Արցախին օգնություն եմ ուղարկում, թուրքը չի թողնում։ Թուրքը չի թողնում, մեծ եղբորդ զանգեիր։ Ասեիր մարդիկ սովամահ են լինում, թողեք գոնե այս 10 կամազը ֆուրը անցնի կամուրջով։ Ռուս եղբորդ զանգեիր, վերջ դու քո ֆոկուսներին, այնքան լավ են արցախցիները քեզ ճանաչել, քո եկած օրվանից, 18 թվից արդեն իրենց բախտն էին անիծում, որ Նիկոլ Փաշինյանը եկել է հողերը տալու։ Մենք արդեն գիտեինք, դու ինչի ես եկել և ինչ պետք է անես։ Հիմա եղած է, տվել ես։ Սարսափելին այն է, որ հիմա քո հայրենիքն ես տալիս, մեր մայր հայրենիքն ես տալիս, այստեղից ուր գնանք, այ ընկեր։ Ուր գնանք այստեղից, ինչքան ես խոստացել, ասա, որ մասը չես տալու, գնանք այնտեղ ապրենք։ Ինչ անենք, ասա, այ ընկեր, ինչքան պետք է մենք
Էրդողանի եւ Ալիևի տակին քեզ նման ճպուր մնանք։ Սա ինչ է, ժողովուրդ, ես ուղղակի զարմանում եմ ու հիասթափվում եմ իմ ժողովրդից, որովհետև նա հրաժարվել է 88 թվի հայ ժողովրդից։ Հիասթափված եմ ձեզնից, ահա որ, երկու վախը մի մահ է, մինչև երբ վախենանք։ Մարիամ նահանջելու տեղ չկա, որովհետև այո, այլևս մի Հայաստան է մեզ մնացել եւ այս իրականության մեջ անգամ այդ բռնաճնշումներով հանդերձ հայ ժողովուրդը ցույց տվեց, որ 50%-ից ավելին դեմ է թրքացմանը, դեմ է սահմանադրության փոփոխությանը, դեմ է հայրենիքի կորստի, դեմ է Արցախի կորստին, խնդրեմ։ Ես մի բան էլ ավելացնեմ ասածից, Մարիամ ջան, այսօր նորից լսում էի այդ ԿՊ կոչվածներին, որոշում են պատրաստում, թե արդեն հանել են որոշումը, որ 180 քանի օր երկրից բացակայողը իրավունք չունի ընտրելու։ Ով է որոշում այդ իրավունքը։ Իմ իրավունքը ԿՊ դու ես, որ որոշում ես։ Սա իմ հայրենիքն է։ Իմ եղբայրը, իմ ամուսինը, իմ որդին, քանի որ դուք չեք պահում այս ժողովրդին, գնում են արտագնա աշխատանքի մի քանի ամսով, եւ նրանք իրավունք չունեն ընտրելու իրենց համար ղեկավար։ Դուք գտնում եք, որ այդ մի բուռ ավազակախումբ երկիրն է Հայաստանը։ Հայաստանը 10 միլիոն, 10 միլիոն հայերի երկիրն է։ Լսում եք, եւ բոլորը իրավունք ունեն ընտրելու, բոլորը իրավունք ունեն անհանգստանալու իրենց հայրենիքի մասին։ Առաջ ինչպես էր, հայկական համայնքներում տարբեր երկրների ընտրատեղամասեր էին ստեղծում։ Ինչ է, վախենում ես աղա, վախենում ես, որ դրսում քեզ չեն ընտրի, չափիր վախդ։ Ես դա կուզեի ասել նաև Նիկոլ Փաշինյանի մի անեկդոտա նման արտահայտությունը կուզեի ձեզ համար բնութագրել զենքայնացված ցեղասպանություն Հայաստանին շահավետ չի։ Դա ինչ բառ է, ընկեր։ Դա ինչ բառ է, Նիկոլ Փաշինյան, խոսքայնացված ցեղասպանությունը կարելի է զենքայնացվածը, ոչ։ Դու երկու խոսքով Արցախում ցեղասպանություն արեցիր։ Սա ցեղասպանություն է Արցախի դատարկելը, Թուրքին նվիրելը, արցախցիներին տարհանելը, քո կողմից կատարած ցեղասպանություն է։ Խոսքով կարելի է զենքով, ոչ։ Ցեղասպանությունը ցեղասպանություն է։ Վարչապետ ընկեր։ Եվ դու Նիկոլ Փաշինյան, եւ քո արփանյակները մի օր պատասխան կտան։ Պատասխան կտան, եթե մեր օրով չլինի այդ պատասխանը, քո երեխաների, քո թոռների, իմ թոռների օրով կլինի։ Զենքայնացված ցեղասպանություն։ Բառագետ է, լեզվաբան է մեր վարչապետը, թմբուկագետ է, բազմաժանր, մշակութագետ է։ Երանի մեզ, բրավո քեզ։ Այսքանը։